Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հիշեցրել է, որ Իրանին վերջնաժամկետ է տվել գործարք կնքելու կամ Հորմուզի նեղուցը բացելու համար։ Հիշում եք, թե ինչպես ես Իրանին 10 օր ժամանակ տվեցի գործարք կնքելու կամ Հորմուզի նեղուցը բացելու համար։ Ժամանակը սպառվում է, 48 ժամ է մնացել նրանց վրա իրական դժոխային հարվածից, նշել է Թրամփը։ Միացյալ Նահանգների նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ ժամանակավորապես սահմանափակել է հարվածներն Իրանի էներգետիկ օբյեկտներին սկզբում 5, իսկ հետո 10 օրով։ 10-օրյա ժամկետը լրանում է 2 օրից ապրիլի 6-ին։ Թրամփի խոսքով նման որոշում է կայացվել Թեհրանի հետ կառուցողական բանակցությունների ֆոնին։ Իրանի իշխանությունները հերքել են ուղղակի բանակցությունների փաստը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը հավանություն է տվել մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի անցմանն իրանական նավահանգիստներ Հորմուզի նեղուցով։ Այդ մասին հայտնել է Թասնիմ գործակալությունը։ Երկրի գյուղատնտեսության նախարարության հայտարարությունում նշվում է, որ այս որոշմանն աջակցել են Իրանի կառավարությունը եւ զինված ուժերը։ Միաժամանակ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ հերքել է բանակցություններից Իրանի հրաժարվելու մասին ԶԼՄ-ների պնդումները։ Ամերիկյան լրատվամիջոցները խեղաթյուրում են Իրանի դիրքորոշումը։ Մենք խորապես երախտապարտ ենք Պակիստանին իր ջանքերի համար եւ երբեք չենք հրաժարվել Իսլամաբադ մեկնելուց։ Մեզ մտահոգում են պարտադրված ապօրինի պատերազմի վերջնական եւ տևական դադարեցման պայմանները, գրել է դիվանագետը X-ի իր էջում։ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հրադադարի հաստատման ուղղված Պակիստանի միջնորդական ջանքերը փակուղի են մտնել, քանի որ Թեհրանը միջնորդներին պաշտոնապես տեղեկացրել է, որ չի ցանկանում առաջիկա օրերին Իսլամաբադում հանդիպել Միացյալ Նահանգների պաշտոնյաների հետ, հավելելով, որ ԱՄՆ պահանջներն անընդունելի են։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել էր, որ Իրանը հրադադար է խնդրել, սակայն Թեհրանը հերքել էր այդ պնդումը։ Կրկին հարված է հասցվել Բուշեր ատոմակայանի տարածքին անվտանգության աշխատակիցներից մեկը զոհվել է, հայտնել է ԻՌՆ գործակալությունը։ Արկն ընկել է էլեկտրակայանի մոտակայքում, վնասվել է օժանդակ շենքերից մեկը։ Կայանի շահագործումը չի խաթարվել։ Հաղորդվում է նաև, որ Միացյալ Նահանգները եւ Իսրայելն առնվազն 3 հարված են հասցրել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Մոհշեհեր հատուկ տնտեսական գոտում նավթաքիմիական ընկերություններին։ Զոհերի մասին ստույգ տեղեկություններ չեն հաղորդվում, սակայն հավանական է խաղաղ քաղաքացիների շրջանում զոհեր եւ վիրավորներ կան։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը Բուշեր ատոմակայանի տարածքում հերթական հարվածից հետո ճառագայթման մակարդակի բարձրացում չի արձանագրել։ Գործակալությունից հայտարարել են, որ ԱԵԿ-ի եւ հարակից տարածքների վրա հարձակումներն անթույլատրելի են։ Թեհրանի արևմտյան եւ հարավային շրջաններում այս գիշեր հզոր պայթյուններ են որոտացել։ Լրատվամիջոցները հայտնել են էլեկտրաէներգիայի ընդհատումների մասին։ Հաղորդվում է նաեւ Թեհրանի հյուսիսում գտնվող հրթիռային բազաների ուղղությամբ մոտ 20 հարձակման մասին։ Ըստ աղբյուրների Խորամաբադում Իրանի զինված ուժերին պատկանող Իմամ Հուսեյն ռազմաբազան ոչնչացվել է։ Պայթյուններ են որոտացել նաեւ Իրանի Աբադան նավահանգստային քաղաքում Իրաքի հետ սահմանին։ Իրանն էլ հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին։ Թիրախում են եղել Թել Ավիվը, Բեեր-Շևայի ռազմական գործարանը, Նեգևում պահպանվող եւ այլ վայրեր։ Լրատվամիջոցները նշել են, որ հարված է հասցվել նաև Բահրեյնի բնակելի հատվածներից մեկին։ Իրաքի հարավ-արևելքում գտնվող նավթային ընկերություններից մեկի օբյեկտում էլ հրդեհ է բռնկվել անօդաչու թռչող սարքի ընկնելուց հետո։ Զոհերի եւ վնասի չափերի մասին տվյալներ չկան։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հեռախոսազրույցի ընթացքում երախտագիտություն է հայտնել Իլհամ Ալիևին եւ Ադրբեջանի կառավարությանը աջակցության համար։ Բարեկամ եւ եղբայրական ժողովուրդներին ճանաչում ես դժվար ժամանակներում եւ որքան խորն են նրանց քաղաքակրթական արմատները, այնքան ամուր է այդ կապը, նշել է Իրանի նախագահը X հարթակում։ Ադրբեջանի նախագահը պատասխանել է. Իրանի նախագահի երախտագիտությունը բարձր է գնահատվում ադրբեջանցի ժողովրդի կողմից։ Մեր բարեկամ եւ եղբայրական ժողովուրդները դարեր շարունակ սատարել են միմյանց եւ շարունակելու են սատարել միմյանց, ինչպես լավ, այնպես էլ դժվար ժամանակներում, գրել է Ալիևը։ Բաքվում Իրանի դեսպան Մոջթաբա Դեմիրճիլուն էլ հիշեցրել է, որ Ադրբեջանն առաջին երկիրն էր, որ մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան։ Այս մարդասիրական օգնությունը ցույց է տալիս Ադրբեջանի կառավարության եւ ժողովրդի համերաշխությունն Իրանի հետ։ Նման աջակցությունը մեզ համար շատ կարեւոր է այն ժամանակ, երբ Իրանը ռազմական հարձակման է ենթարկվում, նշել է դիվանագետը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ստամբուլ։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի տվյալով Զելենսկին եւ Էրդողանը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը եւ անվտանգության հարցեր։ Զելենսկու խոսքով օրակարգում է եղել նաեւ երկկողմ գործակցությունը։ Ավելի վաղ թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել Թուրքիայի նախագահի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կողմերը քննարկել են Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացը։ Նախատեսվում է նաեւ Ուկրաինայի նախագահի հանդիպում Նողափար եկեղեցու տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսի հետ։ Դավիթ Մուրադյան, լուրեր։